Կիրակի մեր սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ։ Կարող ենք կանգնել Տիրոջ տաճարի մեջ նրան ծափերով օրհնել, դիմավորել եւ շնորհակալ լինել նրան իր տած ներկայության համար, ամեն։ Հայտնություն 4:11-ն ասում է. արժանի ես Տեր եւ Աստված մեր։ Կարող ես ձեռքդ բարձրացնել դեպի երկինք եւ ասել արժանի ես Տեր եւ Աստված մեր, որ ընդունես փառքը, պատիվը եւ զորությունը, որովհետեւ դու ամեն բան ստեղծեցիր, քո կամքով եղան եւ ստեղծվեցին, ամեն։ Նրան ասա քո կամքով եմ ստեղծվել Տեր եւ քեզ պիտի հավիտյան օրհնեմ, ամեն։ Արժանի է նա, որ անի ողջ փառքը եւ պատիվը։ Միասին նրան երկրպագենք։ Միասին միայն մեկը կա, որ արժանի է փառքը, պատիվը, զորությունը ընդունելու։ Միայն մեկը կա, որ արժանի է փառքը, պատիվը, զորությունը ընդունելու։ Աստված անտես վայցիրական, սարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Աստված անտես վայցիրական, սարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Ասեք մեր ձեռքերի երկրի, ո Հիսուս Սուրբոս կփառաբանեմ, ո Հիսուս քեզ, Սուրբոս կփառաբանեմ, ո Հիսուս քեզ, հանքոս կփառաբանեմ, աթոմին արջևը եթրվագեմ, ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ։ Oh, Jesus, yes, so close que parabéns. Oh, Jesus, yes, oh, close que parabéns. Oh, Jesus, yes, so close que parabéns. A tori, a cheva. Yes, yes, and love you. Vamos a hacer bien. Yes, yes. Por arshanie, Amen. Merci. Soluzione tunelu, Astված անտես վայցիրական, սարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Աստված անտես վայցիրական, սարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Yes, գնալիեմ, ասաթորին աչևը, աթորիտ աչևը, կեգավագեմ, ամբողջ կյանքս ես քեզ գնալիեմ, նորից ասաթորին աչև, աթորիտ աչևը, կեգավագեմ, ամբողջ կյանքս ես քեզ Ասենք ես կտամ իմ կյանքը, ամեն տարածավարություն, նրան հարմարվանից կլինես։ Այսօր որ նորից նրան
մեր կյանքը նվիրենք, ամեն օր, ամեն վայրկյան Տիրոջ ասենք, Տեր, քեզ է պատկանում իմ կյանքը, ամեն կարող ես բարձր ասել, Տեր, քեզ է պատկանում իմ կյանքը, քոնն է ամեն, կարող ես Տիրոջը բարձր ծափահարել եւ հիշել դրա բոլոր գործերը մեր կյանքի մեջ եւ կարող ես թեքել կողքինիդ ասել, երեք այսօր Տիրոջ զորությամբ նրա առջև ցնցակ, կողքինիդ ասել, ասա պատրաստ ես ցնցակ Տիրոջ առջև, միասին պիտի պաշտենք նրան, որովհետեւ դա արժանի է, հալելույա, ծափերով Ես ու դողոքուս որիցնավ, ծնծավ է Տիրոջ առջև, հողներով եմ հոգս և ամեն օտիր, և այսօր ծնծավ Տիրոջ առջև, սորավոր եմ Տեր, հատավոր եմ Տեր, հատեր աշխարհի, նա քեզ աչամ սիրում է, և քեզ համար հոգում է, նրա Ashta hallelujah, hallelujah, Asir Can Tիրոջ Hallelujah, Սիրում է քեզ անչափ, Hallelujah, hallelujah, Asir Can Tիրոջ Hallelujah, Սիրում է քեզ անչափ, Տիրոջ չէ, նա սիրում է քեզ համար, հուսա Տիրոջը հուսա, նա հոգում է քեզ համար, ասեք հալելույա, հալելույա, Ասիր Can Տիրոջը հուսա, հալելույա, հալելույա, սիրում է քեզ անչափ, Asir Can Tիրոջ հուսա, Hallelujah, hallelujah, սիրում է քեզ անչափ, Դաթարիր նայել մարդկանց, հայացքը տուղիր, շորացածորի, մոմեցիր Տիրոջը, Դաթարիր նայել ողջուրջը, Դաթարիր նայել մարդկանց, հայացքը տուղիր, շորացածորի, մոմեցիր Տիրոջը, Hallelujah, Asir Can Tիրոջը հուսա, Hallelujah, hallelujah, նա սիրում է քեզ անչափ, ասեք նա սիրում է, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, կողքինիդ ասա, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, մյուս կողքինիդ միասին, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, ապատալը, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, թող դահիճ ասի, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, նա սիրում է քեզ անչափ, հավատա, բարձր երգենք, սիրում է քեզ անչափ, ամեն, նա սիրում է քեզ, հալելույա, նորից երգենք, հալելույա, հալելույա, Asir Can Tիրոջը հուսա, Hallelujah, hallelujah, նա սիրում է քեզ անչափ, հավատա, նա սիրում է քեզ անչափ, հավատա, նա սիրում է քեզ անչափ, հավատա, Դու նրան փառք իր անսահման սիրո համար, ամեն, 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 եկեք մի պահ մեր գլուխները խոնարհեցնենք սիրելի եկեղեցի, Այս քաղցր ներկայության մեջ Տիրոջը տանք փառք եւ պատիվ, ամեն։ Մի պահ ուղղակի Տիրոջը ասենք, Տեր, շնորհակալ ենք։ Քո առջև են գալիս գոհությունով, Հիսուս։ Շնորհակալ ենք, Տեր, ամեն բանի համար։
Շնորհակալ ենք այսօրվա համար, որ շնոր արեցիր քո առջև կանգնել, եւ շնորհակալ ենք Տեր ամեն վայրկյանի համար, ինչպես որ քեզ երգում ենք Տեր եւ փառաբանում, ուզում ենք այսօր հանձնել քեզ մեր կյանքի ճանապարհները եւ ուղղակի հուսալ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու ես մեր հույսը անգամ սպասման մեջ։ Տեր, դու սուրբ ես, դու արժանի ես եւ պատիվ է Տեր քո առջև մեր կանգնելը։ Մեզ պատիվ է քեզ մեր թագավոր օրհնելը եւ երկրպագելը, Հայր։ Եվ մենք Տեր, մեր սրտերն այսօր բացում ենք ու ասում Տեր, ուզում ենք երկրպագել քեզ, որովհետև գիտենք, որ հավիտենության մեջ պիտի երկրպագենք քեզ հրեշտակների հետ, ովքեր ամբողջ ժամ, ամեն վայրկյան երգում են Սուրբ է, Սուրբ է, Սուրբ է զորաց Տերը։ Մենք այսօր բարձրացնում ենք մեր ձեռքերը Հիսուս եւ ասում Տեր, թող որ քո երկինքն իջնի, թող որ քո հրեշտակները լցնեն այս վայրը եւ միանանք նրանց Տեր, որ օրհներքենք քո սուրբ անունը, որ վեր է ամեն անուններից Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր։ Նրա երկրպագիր եկեղեցի գլուխդ խոնարեցրու, հանձնվիր նրան ձեռքերդ վեր բարձրացնելով եւ ասա Տեր, եկել եմ քեզ երկրպագելու եւ օրհնելու, որովհետեւ դու սուրբ ես Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր։ Հազար սերունդ ծնկում է երկրպագության, որ երկի այս երգը գառնուկի, ամեն մի շունչ երկրի վրա և ամեն էակ որ կա, թող երկի այս երգը գառնուկին, ասա նրան, անունդ մեծարված է, անունդ փառավոր է, անունդ արժանի է օրհնության, ամեն գահերից վեր, ամեն արքաներից վեր դու Տեր, մեծարված ես հավիտյան եւ երգում ենք քեզ, սուրբ ես, Տեր օրհնում ենք քեզ, սուրբ ես, մեծարված արքան, սուրբ ես, հավետ Տեր դու սուրբ ես, եւ երգում ենք քեզ, սուրբ ես, Տեր օրհնում ենք քեզ, սուրբ ես, մեծարված արքան, սուրբ ես, հավետ Տեր դու սուրբ ես, երկրպագեք Տիրոջը, թե այսօր ներված ես, նրա արյամբ զտված, դու երգիր այս երգը գառնուկի, այս բառերի համաձայն միասին ասենք, թե հոգիդ ազատ է, եւ չունես կասկած, դու երգիր այս երգը գառնուկի, թող հնչի այս երգը գառնուկի, եւ երգում ենք քեզ, երկրպագիր, սուրբ ես, Տեր օրհնում ենք քեզ, սուրբ ես, մեծարված արքան,
Երկիր նրան սիրելի եկեղեցի օրհնենք նրան սուրբ ես ամենած սուրբ ես հավերներ Երկիր նրան Տեր երգում ենք քեզ միասին ասենք Եվ երգում ենք քեզ Սուրբ ես Տեր օրհնում ենք Սուրբ ես Հիսուս Սուրբ ես Մեծ արված արքա Սուրբ ես Հավերներ դու սուրբ ես Մնա նրա ներկայության մեջ Շնորհակալ ենք քեզ Հիսուս Հպվիր մեզ այսօր քո ներկայությամբ Տեր Հպվիր մեզ այսօր Տեր Գիտենք որ քո Սուրբ Հոգին այստեղ է մեզ օրհնելու Տեր Այստեղ է մեզ հանդիպելու Եվ մենք էլ ուզում ենք քեզ այսօր ընդառաջ գալ Հիսուս Քո խոսքի համաձայն որ ասացիր Քեզ կանչողի պես սուրբ եղեք Մենք ուզում ենք քեզ նմանվել այսօր Տեր Ուզում ենք մեր կյանքը վառ ապացույց լինի քո սիրո Այն զոհի որը դու արեցիր մեզ համար յուրաքանչյուրիս համար Երկրպագում ենք քեզ Հիսուս Շնորհակալ ենք Տեր Քո աղոթքը բարձրացրու Սիրելի քույր եղբայր, քո աղոթքը բարձր Նրան ասա Տեր, ես քեզ կանչում եմ այսօր Ես այսօր քեզ կանչում եմ իմ կյանքի մեջ, իմ իրավիճակների մեջ Քեզ կանչում եմ իմ որոշումների մեջ Եվ ես քո կատարյալ կամքն եմ ուզում իմ կյանքի համար Ինչպես որ երկնքում է Տեր, այնպես թող լինի երկրի վրա Քո կատարելությունը Տեր, որ կա երկնքում Որտեղ ամեն բան կատարյալ է, որտեղ չկա մեղք, չկա ցավ Ուզում եմ այդ կատարելությունը լինի իմ կյանքի մեջ միայն քեզանով Հիսուս Շնորհակալ ենք Հիսուս Հանդիպիր մեզ այսօր Հայրս Շնորհակալ ենք Հիսուս Փառք քեզ Տեր Սուրբ ես, արժանի ես Եվ պատիվ է քեզ օրհներ Տեր ամենազոր, փառքի թագավոր Սուրբ է անունը քո Ողջ երկիրը Եվ ազգերը արարել ես քո խոսքով Թող երկրի վրա ինչպես երկնում կամքդ լինի ամենում Կամքդ լինի ամենում Միասին երգեք նրան Սուրբ լինի քո անունը Սուրբ լինի քո անունը Սուրբ լինի քո անունը Տեր և մեծություն հզոր իշխանություն Սուրբ լինի քո անունը Նորից ասա սուրբ լինի քո անունը Սուրբ լինի քո անունը Սուրբ լինի քո անունը
սուրբ լինի այս տաճարի մեջ, մեր կյանքի մեջ։ Երկրպագենք եւ ասենք շնորհակալ ենք Հիսուս։ Թող որ քո կատարյալ կյանքը լինի մեր կյանքի մեջ Հիսուս։ Ասա նրան արժանի ես։ Սուրբ ես, արժանի ես, եւ պատիվ է քեզ օրհներքել։ Կարող ես նրան ասել ամենազոր, Տեր ամենազոր, փառքի թագավոր, սուրբ է անունը քո։ Ասա ողջ երկիրը, ողջ երկիրը եւ ասկերը արարել ես քո խոսքով եւ խնդիր նրան ասա ինչպես երկնքում թող երկրի վրա ինչպես երկնում կամքդ լինի ամենում նորից ասա կամքդ լինի ամենում տարածենք մեր ձեռքերը եւ նրան երգենք միասին սուրբ լինի քո Շնորհակալություն բարձր ծափարի նրան սիրելի եկեղեցի դու կարող ես ավելի տալ նրան դուր քո ամենալավը եւ ասա փառք ես Հիսուս քո սքանչելի ներկայության համար քո սիրո քո զոհի համար Հայր պաշտում ենք ու մեծարում քո անունը որ վեր է ամեն անուններից եւ քեզ ենք տալիս փառք որին արժանի ես Տեր որդուդ Հիսուս Քրիստոսի անունով եւ թող եկեղեցին միաբան ասի ամեն հալելույա թող նրան փառք Ամեն լսենք մեր հայտարարությունները սիրելիներ Ահանորից ձեռքերիդ մեջ է ամբողջը Տեր քոն է Եկեք Տիրոջը փառտնանք այս կիրակի համար ամեն Մինչև խոսքին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին
Պաստոր Արտակին, որ այս հնարավորությունը տվել է այսօրվա բաժինը նվերների ես անեմ եւ կարծում եմ, որ շատ բաներ կսովորենք այսօր ես ինքս պատրաստելուց շատ բաներ սովորեցի եւ ուզում եմ մեր նվերների մասին 10 օրհնություններ կամ ինչեր որ Աստվածաշունչը սովորացնում է մեզ այս նվերների մասին եւ համարները կկարդամ։ Նախ առաջինը ինչի է կարևոր 10-րդ տալը։ 10-րդը սովորեցնում է Աստծուն դնել առաջի տեղում։ Դա առաջի բանն է, որ մենք սովորում ենք եւ առակած 3:9-ում գրված է. «Պատվիր Տիրոջը քո ունեցվածքով եւ քո բոլոր բերքերի առաջին պտուղով»։ Երբ առաջինը տալիս ենք Աստծուն, ցույց է տալիս, որ նա մեր կյանքի ամենակարևոր տեղում է գտնվում։ Ամեն։ 10-րդը նաև սովորացնում է վստահել Աստծուն։ Մաղաքիա 3:10 10-րդ տալով մենք սովորում ենք ապավինել Աստծու հոգացությանը ոչ թե միայն մեր եկամուտներին կամ կարողությանը։ Դա Աստված դա անելով սովորում ենք եւս։ Երրորդը 10-րդը հաղթահարում է ագահությունը։ Դա եւս մեկ պատճառ է, որ երբ որ մենք Աստծուն բաժին ենք բերում, Մատթեոս 6:24-ից եմ ուզում կարդալ, չենք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Կանոնավոր նվիրատվությունը օգնում է, որ փողը չդառնա մեր կյանքի կուռքը։ 4-րդ կետը շարունակեմ, լիքը համարներ կա։ Նրանք որ ասում են միշտ ինչի եք 10-րդ տալի, 10 կետ ավելանում, որ կանանք լավ բացատրենք։ 10-րդը զարգացնում է հնազանդությունը։ Երկրորդ օրինաց 14:23 ամեն անգամ երբ տալիս ենք, հնազանդվում ենք Աստծուն, ենթարկվում նրա կամքին եւ իր օրենքին։ Եվս մեկ պատճառ։ 5-րդը 10-րդը ծնում է շնորհակալ սիրտ։ Հակոբոս 1:17 ամեն բարի եւ կատարյալ պարգև վերևից է գալի։ 10-րդը մեզ հիշեցնում է, որ մեր ունեցածը ամեն ինչ Աստծո պարգևն է։ 6-րդը 10-րդը աջակցում է Աստծո գործին։ Սա եւս մի լավ օրինակ է, ինչի պետք է մենք բաժին բերենք Աստծուն։ Մաղաքիա 3:10 մեր նվիրատվություններից մենք օգնում ենք եկեղեցուն ավետարանչության մեջ, միսիոներական գործերի մեջ եւ կարիքավորներին ծառայելու մեջ։ Ահա եւս մեկ լավ բան, որ մեր բաժնից կարող ենք անել։ 7-րդը 10-րդը ամրացնում է հավատքը։ Երկրորդ Կորինթացիներից 5:7 քանի որ հավատքով են քայլում, ոչ թե տեսնելով։ Երբ որ բաժին ենք բերում, շատ անգամ մենք յուրաքանչյուրս մարդ ենք, մտածում ենք տեսնենք նոր կանենք, բայց այստեղ պետք է հավատքով քայլ անենք։ Տալը հավատքի քայլ է, քանի որ վստահում ենք, որ Աստված շարունակում է հոգալ մեր կարիքները։ 8-րդը 10-րդը բերում է ուրախություն։ Երկրորդ Կորինթացիների 9:7 Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Առանձնաձեռնությունը ուրախություն է բերում, որովհետև մասնակցում ենք Աստծո գործին։ 9-րդը 10-րդը մեզ ավելի նմանեցնում է Քրիստոսին։ Ավելի երանելի է տալը, քան թե ստանալը։ Դա Աստված է սովորացնում։ Եվ վերջինը 10-րդը հիշեցնում է, որ ամեն ինչ Աստծունն է։ Սաղմոս 24:1-ից Տիրոջն է երկիրը եւ նրա ամբողջականությունը։ 10-րդը մեզ հիշեցնում է, որ մենք միայն տնտեսներ ենք, իսկ իրական Տերը Աստված է։ Հիմա ուրախությամբ մեր բաժինները բերելու ենք, երբ որ մեկը հարցնի, ինչի եք այսպիսի քայլ անում, այնքան համարներ կա գեղեցիկ Աստծո խոսքի մեջ, ընդհանրապես մենք պիտի մարդկանց բացատրենք, որ նրանց աչքերն էլ բացվի եւ ինչպես Աստծո խոսքը ստե նշել եմ, մի համարում չեմ հիշում համարը, որ գրված է Աստծո խոսքը երկյուղ սուրի նման է,
Շատ անգամ մենք մտածում ենք, երբ որ բաժին ենք բերում Աստծուն, դա Աստծո համար է, բայց այս 10 օրինակով տեսնում ենք դա անելով ինչքան բաներ մեզ է կրթում։ Դրա համար երբ որ Աստծո խոսքը ուսումնասիրում ես, տեսնում ես շատ անգամ ինքը գրել է ոչ թե իր համար, իհարկե իր փառքի համար, բայց մեզի ինչքան դասեր է սովորացնում։ Մենք եթե մակերեսային նայում ենք, դե նվեր ենք տալի, հետո ինչ կա դրա մեջ։ Այնքան բաներ է քո մեջ փոխվում, երբ որ Աստծո խոսքին հնազանդությամբ հետևում ենք։ Եկեք բերենք մեր բաժինն ու նվերները Աստծուն։ Ամեն, օրհնյալ լինի մեր Տեր Աստված, ամեն։ Եկեք Տիրոջը փառք տանք ևս մեկ անգամ մեր սիրելիների համար։ Ծառայել Տիրոջը ամենակարևոր բաներից մեկն է մեր կյանքի եւ մեր նպատակների։ Եվ ես վստահ եմ սիրելիներ, որ մեզնից յուրաքանչյուրը ինչ որ կերպ ծառայում է ուրիշին։ Եվ սա օրհնություն է բոլորիս համար։ Տեր Հիսուսը խոստում տվեց, որ երկնքում նրա ներկայության մեջ կլինեն բոլոր նրանք, ովքեր որ ծառայում են Տիրոջը։ Բոլորիդ բարի գալուստ եմ ասում, սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված թող օրհնի ձեզ։ Այսօրվա նյութը, որ սրտումս կա ձեզ փոխանցեմ, եւս 1000 կանգուն։ Այս նյութը թերևս շատ տարիներ, շատ տարբեր ձևերով լսած դինեք սիրելներ, որտեղ ինքը իրականում սկզբի մասը շատ բան չի հասկացվում, եւս 1000 կանգուն։ Նշանակում է, որ ամեն անգամ կարծես մի քայլ կա, որ պետքա անենք, ինչ որ մի տարածություն կա, որ պետքա հաղթահարենք, բայց ինչ կա այդ տարածության մեջ կամ կա արդյոք բաներ, որոնք որ մենք պետք է սովորենք մեր հոգևոր ընթացքի մեջ։ Այսօրվա իմ նյութը վերցրել եմ Եզեկիել մարգարեության 47-րդ գլխից, որտեղ Աստված Եզեկիել մարգարեին տանում է տեսիլքի մեջ, ցույց է տալիս նրան մի զարմանալի, մի հետաքրքիր տեսարան եւ խորհուրդ է տալիս նրան ուսուցում է տալիս։ Այն ժամանակ թերևս շատ բան չհասկացվեր, բայց հիմա երբ որ արդեն տեսիլք ամեն բան պարզ էր, Սուրբ Հոգու միջոցով այս օրերի մեջ մենք կարող ենք տեսնել սա եւ երբ որ Տերն օգտագործում մեզ, կարող ենք տարբեր մեկնաբանություն լսել այս նյութի վերաբերյալ։ Ես ամբողջ տեսիլքը միանգամից չեմ կարդալու։ Տեսիլքը շատ գրավիչ էր, շատ զարմանալի էր, շատ հետաքրքիր էր, որ Եզեկիելը տպավորված էր այս երկնային տեսիլքով, այս երկնային իրականությամբ, այս աստվածային միջամտությամբ։ Գիտեք, որ մեր կյանքի մեջ շատ բաներ եւ հիմնականում այն ամենը, ինչ որ տեղի է ունենում մեզ առաջ ընթացի համար, սրանք բխում են Աստծո սրտից, Աստծո էությունից։ Եթե Աստված իր ներսից որևէ բան չփոխանցի մեզ, մեր մեջ ոչ մի կենսատու բան լինել չի կարող, որովհետև ամեն կյանքը օրհնությունները գալիս են Տիրոջից։ Համաձայն եք ինձ հետ։ Ուրեմն այսօրվա նյութը նույնպես պետք է օրհնություն լինի յուրաքանչյուրիս համար։ Ես ուզում եմ կարդալ սիրելներ Եզեկիել մարգարեությունից 47-րդ գլխի մեջ առաջին եւ երկրորդ համարներն եմ ուզում կարդալ։ Տեսիլքը մի քանի մասից էր եւ կփորձեմ ամեն մի մասը վերածել մի կետի, մի պատգամի, որը որ կարող է այսօր մեզ համար օրհնություն լինի։ Ասում է. «Եվ ինձ ետ դարձրեց տան մուտքը, եւ ահա ջրեր էին դուրս գալիս տան սեմի տակից, արևելյան կողմից, որովհետև տան երեսը դեպի արևելք էր, եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարավային կողմից, եւ ինձ դուրս տարավ հյուսիսային դռան ճանապարհով եւ ման տվեց դրսի ճանապարհը դեպի դուրս, դրսի դուռը դեպի արևելք նայող ճանապարհով եւ ահա ջրեր էին բխում աջ կողքից»։ Կարծես թե Եզեկիելի համար զարմանալի մի բան է։ Հանկարծ տեսնում է արևելյան կողմը մի մեծ դուռ, դռան տակից ջուր է գալիս, ինչ որ մի բան է հոսում եւ այդ ջրերը դեռևս պարզ չի, թե այդ ուր են գնում, ինչ նպատակ ունեն, ինչ է կատարվում ընդհանրապես։ Եզեկիելի տեսիլքը շատ խորը հոգեվոր իմաստ ունի։ Եվ եթե դա փորձենք մի փոքր, այսպես ավելի մեծ, արդեն բացահայտված, Քրիստոսով բացահայտված լույսի տակ տեսնենք, մի բան հասկանում ենք, որ չի կարող Աստծո ջրերը պարզապես հենց այնպես հոսեն եւ դրանք չունենան հետևանքներ։ Երբ որ Աստծո աթոռից մի բան է բխում, գիտեք, որ
Երբ որ կարդում ենք Ծննդոց գրքի մեջ, Աստծո խոսքն ասում է, որ Աստված ստեղծեց լույսը, այսինքն բաժանեց լույսը խավարից, եւ հետո տեսնում ենք արդեն 5-րդ օրվա մեջ նոր տեսնում ենք, որ արդեն Աստված ստեղծում է լուսատուներ, երկինք, լույսը, արևը, աստղերը։ Տեսնում ենք այդ 5 օրերի մեջ զարմանալի բան է կատարվում։ Իհարկե արդեն 6-րդ օրը մարդու արարչագործությունն էր։ Եթե կար լույսը, ապա ինչի արևը ստեղծեց։ Եթե այդ լույսը բավական էր լույս լինելու համար, ինչու պետք է արեգակը ստեղծեր։ Արդյոք դա կարիք ունենք մենք հասկանանք թե ոչ, որովհետև բառեր կան, որոնք որ գործածված են Աստծո խոսքի մեջ, որոնք մենք հետո ենք հայտնաբերում։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ Աստված բաժանեց լույսը խավարից, այսինքն կար արդեն խավար, արդեն կար սխալ, արդեն կար անջատում, արդեն կար մի բան, որտեղ անհայտություններն են, բայց Աստված խոսում է լույսի մասին, եւ Աստծո խոսքն ասում է, երբ որ Աստված ասաց, որ լույս լինի, Քրիստոս լույսը ծագեց մեր սրտերի մեջ։ Եվ Հովհաննես իր գրքի մեջ, իր առաջին հենց նամակների մեջ էլ տեսնում ենք, հենց ասում է, որ սկզբում նրանով եղավ ամեն բան եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը մարդկանց համար լույս էր եւ լույսը խավարի մեջ լուսավորում էր եւ մարդիկ նրան չճանաչեցին։ Հասկանում ենք, որ երբ որ ասում ենք լույս, նկատի ունենք Քրիստոսը, որովհետեւ Քրիստոսի նրա թագավորության մեջ ենք տեսնում միայն լույսը եւ նրանից դուրս Աստծո խոսքն ասում է, որ խավար է։ Եվ երբ որ տեսնում ենք ջուր հոսում է Աստծո աթոռի տակից, Հայտնության գրքի մեջ էլ տեսնում ենք այդպիսի մի գետ, որ դուրս է գալիս Տիրոջ աթոռի տակից, եւ այնտեղ գրված է, որ նրա վտակները շարժվում էին եւ հեթանոսների համար բժշկություն էր լինում։ Մի բան, որ դուրս է գալիս Աստծո ներկայությունից, կյանք է պատճառում մեզ բոլորիս։ Ամեն։ Եկեք նայենք այս տեսիլքը, երբ որ ասում է 1000 կանգուն կամ եւս 1000 կանգուն, հիմա քիչ պետք է ավելի պարզվի այն միտքը, թե ինչ ընդհանուր առմամբ ի նկատի պետք է ունենան։ Ինչքան է չափման միավորը, դա կանգուն, այսինքն չափման միավոր է, որ օրինակ 1000 կանգունը մոտավորապես կլինի 1500 ոտնաչափ, ֆիտ։ 1000-ը 1500 կլինի։ Եվ երբ որ կարդամ հիմա Աստծո խոսքը, ձեզ համար շատ ավելի պարզ պետք է լինի։ Հիմա Աստված Եզեկիելին բերեց հենց ճիշտ այդտեղ, որ ինքը պետք է մասնակից լիներ այդ իրադարձություններին։ Ես ուզում եմ քեզ կարևոր բան ասել, վստահ եմ, որ դու ինձ հետ համաձայն պիտի լինես։ Դու հենց այնպես այստեղ չես։ Դա պատահականություն չէ։ Աստված ինքն է բերել քեզ այսօրվա այս տեսիլքի եւ այս իրականության մեջ։ Նրա սրտի մեջ կար այս տեսիլքը, դու այսօր ներկան ես, վկան ես այս իրականության։ Եվ երբ որ Եզեկիելը տեսնում էր, հասկանում էր մի բան, Աստված ինձ տեղափոխել է այստեղ, ուրեմն ինձ հետ գործ ունի անելու։ Համաձայն ես։ Կարող ես քեզ համար ասել, Աստված ինձ հետ գործ ունի անելու։ Եվ երբ որ դու քեզ ասես, դարձիր քո շուրջը, քո կողքինին ասա, Աստված գործ ունի քո մեջ անելու։ Աստված քո հետ գործ ունի անելու։ Պատահական չէ այս օրը քեզ համար։ Ամեն։ Եկեք կարդանք 3-րդ համարը, ասում է, որ մի մարդ նկարագրում է, մի մարդ ասում է, դուրս եկավ արևելք եւ մի լար ուներ իր ձեռքին եւ 1000 կանգուն չափեց եւ ինձ ած կացրեց ջրերով եւ ջրերը մինչեւ գարշապարը հասան։ Գարշապար այսինքն կրունգը։ Մի մարդ դուրս եկավ, ձեռքին լար ուներ, կարծես թե չափման ինչ որ մետր ուներ, չգիտեմ ինչ, մի բան ուզում էր անել, եւ ինչն էր նրա գործը։ Վեր կացավ եւ չափեց 1000 կանգուն, եւ այդ 1000 կանգուն ասում է ինքը չափում էր, բայց տեսեք ինչն է հետաքրքիր, սիրելներ, ասում է, որ այդ մարդը չափում էր, ես գնում էի, այդ մարդը չափում էր, ես գնում էի։ Գիտեք, որ մենք հոգեվոր կյանքի մեջ չենք կարող չափից ավել գնալ։ Մի խոսքով շատ կներեք, հումորային եմ ասում, պիտի չափներս ճանաչենք։ Չէ՞։ Ինչքան է Աստված չափել, որ ես գնամ։ Որոշ մարդիկ չեն նայում Աստծո չափանիշներին, նայում են իրանց ուզածներին։ Ես ուզում եմ սա անեմ, գլուխը մտցնում են այդտեղ, գնում են եւ միանգամից մի հատ հարված եւ հոգեվոր կյանքը միանգամից սկսում է անցնել գայթակղության փուլը։ Գիտեք, որ ճշմարտությունը սա է, սիրելներ, Աստված մեզ ժամանակ առ ժամանակ տալիս է փորձառություններ։ Դրանք ոչ բոլորն են լավ եւ հաճելի փորձառություն։ Որոշները մեզ համար վատ են թվում։
Որոշները մեզ համար դադար են, որոշները անցանկալի են, Աստված թույլ է տալի մեր կյանքի մեջ, դրանց մեջ ուզում է, որ այդ չափման միավորը, այդ չափման ընթացքը մենք նրան ավելին կարողանանք ճանաչել։ Եթե Աստված բոլորիս հաջողություն տա, ես կարծում եմ, որ ոչ մեկս էլ Աստծո կարիք էլ չենք էլ ունենա։ Գիտեք ինչի համար է այսպես ազատ երկրներում ավելի դժվար մարդիկ ապաշխարեն, ինչի է մեղքն ավելի շատ։ Որովհետև այստեղ չկա փափակ, ծարավ, սով, մերկություն, այստեղ ամեն ինչ կա, այստեղ Աստծո կարիքը չկա, բայց գնացեք ուրիշ երկրներ, որտեղ որ ավելի շատ իսլամական երկրներ են, կամ բուդդայական, կամ չգիտեմ, տարբեր կրոններ, որտեղ աղքատություն կա, որտեղ կարոտություն կա, որտեղ կարիք կա ամեն անգամ, ամեն ժամանակ մարդիկ ստիպված են կյանքը դնել։ Ես անցյալ անգամ սրա մասին ասեցի ձեզ սիրելիներ, տարեկան 9 միլիոն մարդ մահանում է սովից, եւ օրական մահացողները 25,000-ից ավել մարդիկ են մահանում, մենակ սովի պատճառով։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարում սիրելիներ, ամեն մի օրը այդքան մարդ մահանա եւ տարեկան այդքան մարդ մահանա, այս մարդիկ իսկապես աղոթք պիտի բարձրացնեն Տիրոջը, կարիք կա։ Գրված է, որ այս մարդը վեր կացավ եւ լար ուներ իր ձեռքին եւ չափեց։ Երբ որ ինքը չափում էր, կարծես թե Աստված իրան մղում էր, որ անցնի այդ 1000 ոտնաչափը, 1500 ոտնաչափը։ Ամեն անգամ, երբ որ այդ մարդը պիտի իր չափման միավորը դներ, որ գրված է եւ ինքը չափում էր եւ Աստված էր իրան ասում այդքանը չափի։ Եվ ասում առաջինը, որ գնացի, ջուր կար եւ այդ ջրերը հասավ մինչեւ իմ կրունկին։ Փորձենք մի փոքր հասկանանք, որտեղ է հասնում։ Գիտեք, որ Աստծո խոսքը առաջի անգամ կրունկի մասին խոսում է Ծննդոց 3-րդ գլխի մեջ։ Եվ ասում է, երբ որ Աստված օձին արձակեց իր բարկությունը եւ անեծքը դրեց օձի վրա, ինչ եղավ, օձի համար այսպիսի բան կար։ Կնոջից ծնվածը կջախջախի քո գլուխը, բայց դու նրա ոտքը կգծես, նրա կրունկը կգծես, կխայթես։ Առաջի անգամ տեսնում ենք ոտք, որ դնում է, սերունդ, որ դնում է, սերունդ, որը ոտքը դնում է, հենց դնում է գետնի վրա, օձը հարձակում է նրա ոտքի վրա։ Ոտքը սա մեր քայլն է, սա մեր առաջի հանդիպումն է, ոտքը գետնի վրա, մեր առաջի հանդիպումն է այս հողի հետ։ Երբ որ դու արդեն կանգնած ես քո ոտքերի վրա, երբ որ դու պետք է ինչ-որ քայլ անես, սա առաջին մեր փորձառությունն է այս երկրի վրա, մեր ուզած քայլը դնելու համար։ Գիտեք, որ սիրելիներ, սա երբ որ մենք հոգևոր մարդիկս առաջի անգամ գալիս ենք Տիրոջ տուն, ես նկատել եմ եւ միշտ այդ բանը կա եւ տարբեր մարդիկ ասում են, հենց եկա Հիսուսին, կյանքս թարսվավ։ Քանի չէ եկել, ամեն ինչ լավ էր գնում։ Եղել է ձեզ տենց բան, թե չէ։ Այն մարդ ասում է, խելոք, խախանդ իմ համար ապրում էի։ Ոչ մի հատ սատանա ոչ հարձակում էր, ոչ էլ։ Բայց գիտեք հոգևոր իրականությունը որն է։ Նա շատ լավ գիտի, որ դու ոտը դրեցիր էլ հետ չհանես, դու Իրանից պրծնում ես։ Քանի Իրանն ես, ինքը քեզ չի նեղացնի։ Քանի դու ապրում ես իր կանոնների մեջ, քանի քո ոտքերը մեղքի մեջ են, սխալի մեջ են, նա քեզ չի ասի, անհանգիստ, չի անի, խաղաղ, լավ է, ես քո համար քեֆ արա։ Վտանգ չես ներկայացնում դու սատանայի համար, բայց հերիքա ոտքը դնես Աստծո ջրերի մեջ, նրա թագավորությունը, սատանայի թագավորությունը սկսում է սասանել, երերալ, դողալ, որտեղ քո մեջ։ Որտեղ շուտով պետքա քանդվի, որտեղ ինքը ուզում է խփի քո ոտքին, քո ոտքիցդ բռնի, որ դու հանկարծ հաջորդ քայլը չանես։ Սա քո առաջին քայլն է Աստծո ներկայության մեջ։ Եվ բոլորս անցել ենք այդ առաջի քայլը ինչ որ կերպ։ Միգուցե հիմա որոշների համար դեռևս նոր շրջան է, նոր փուլ է, որ պետքա քայլ անի Աստծո սրբության մեջ։ Եկեք նայենք ինչ է ասում Տիրոջ խոսքը, սիրելիներ, այս գարշապարի կամ կրունկի այդ առաջին քայլի մասին։ 122 Սաղմոսի մեջ առաջի երկու համարներն այսպես է ասում. Ես ուրախ եղա, երբ ինձ ասացին, թե Տիրոջ տունը գնանք, մեր ոտքերը կկանգնեն քո դռներում, ով Երուսաղեմ։ Դավիթն ասում էր, ես ուրախ եմ։ Երբ որ ինձ ասցին արի գնանք Տիրոջ տուն, ոտքս դրեցի մի անգամից։ Հենց որ ոտքդ դնում ես, դու գալիս ես, ես երբ որ ապաշխարեցի, կարծում ձեր մոտ էլ այդպես եղել։ Երբ որ ապաշխարեցի, ինձ թվում էր թե աշխարհը փոխվեց։ Հավատացեք, աշխարհը չի փոխվել, ես էի փոխվել։ Երբ որ Աստված իմ կյանքի մեջ եկավ եւ փոխեց իմ պատկերացումը, իմ հասկացողությունը, իր քաղցրությունը եկավ իմ կյանքի մեջ, այդ առաջի քայլը ինձ համար լրիվ մեծ փոփոխություն էր։
Եվ ես ուրախ եմ, երբ որ ինձ ասում են գնանք Տիրոջ տունը։ Որովհետև հենց դա է կարևոր, թե դու ինչ ես անում, ինչ ես զգում, եւ այդ զգացածդ պետքա աճում ունենա։ Քո հավատքիդ քայլը պետքա աճում ունենա։ Դու չես կարող պարզապես գալ ու մնալ այդտեղ։ Լսեք ուշադիր, սիրելիներ, Հայտնության գրքի մեջ երկրորդ գլխի 2-ից 4 համարներն այսպես է ասում. Գիտեմ քո գործերը, սա Եփեսոսի եկեղեցուն է ասում, եւ քո աշխատությունը եւ քո համբերությունը, եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում եւ չեն, եւ գտար, որ սուտ են, եւ նեղություններ կրեցիր եւ համբերություն էլ ունես, եւ իմ անվան համար աշխատեցիր եւ չթուլացար, բայց քո դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես։ Պատմությունդ հարուստ է մինչև ստեղ։ Անցյալում էիր, անցյալում ունեիր, անցյալում արեցիր, անցյալում զգաստ էիր, անցյալում գիտեիր, որ նա թշնամին, գիտեիր ով Աստված, անցյալում բաժանում էիր մեղքը, բաժանում էիր արդարությունը, անցյալում գիտեիր, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ, բայց ինչ որ ժամանակ հետո հանկարծ այս աշխարհի, այս եղած քո շրջապատիդ, քո հավատքիդ հարվածները քեզ դարձրեցին սովորական մարդ։ Եվ դու կորցրեցիր առաջին սերը։ Երբ որ դու առաջի անգամ հիացմունք ունեիր Հիսուսի նկատմամբ, առաջին ժամանակները դու Աստծո վրա սիրահարված մարդ էիր, հանկարծ ինչ որ բան փոխվեց։ Արդեն դառավ սովորական։ Ոտքը դնում ես, այսօր չեմ գնա եկեղեցի, խնդիր չի, մի ժամանակ ասում ես, շուտ արեք, պրծեք, ժամը գնաց, հիմա սկսվում է արդեն։ Բայց հիմա, վրաստ ինչ է։ Գիրք կարդանք, այն ժամանակ կարդանք իրար հետ, այո, կարդանք։ Հետո ասում են, լավ, հենա գիտենք էլի։ Չէ՞։ Առաջի սերը, սեր, որ գտնվում էր առաջին տեղում, Աստծո նկատմամբ առաջին տեղում։ Ասում է, որ դու թողեցիր, թեև քո աշխատանքն էլ գիտեմ, ժամանակին լավ էր ամեն ինչ, շատերին վկայեցիր, այն ժամանակ դու էիր կրակ, հիմա քեզ կրակ է պետք։ Այն ժամանակ դու էիր հավատքի հռետորը, դու էիր այդ խոսքը փոխանցում, դու էիր տալիս մարդկանց, հիմա ինքդ ես սողամահ լինում հավատքի կյանքի մեջ։ Եվ ինչ ենք տեսնում, սիրելիներ, Աստծո խոսքը հենց սա է ասում, որ դու առաջին քայլը, որ արեցիր, դու կարիք ունես հետ վերադառնալու այդ առաջի զգացողությանը Աստծո նկատմամբ։ Այս օրերի մեջ մենք տեսնում ենք, որ մարդիկ իրական աստվածպաշտությունը փոխել են վիրտուալի, այսինքն անիրականի։ Այնքան հեշտ են մտնում մարդիկ ինչ որ տարօրինակ ուսմունքների մեջ, ինչ որ գերբնական կոչվող բաների մեջ։ Գիտեք, սիրելիներ, այո, այսօր էլ կան մարգարեներ, մարգարեություններ, առաքյալներ, առաքելական պաշտոն եւ ծառայություն անող մարդիկ, այսօր էլ կան Սուրբ Հոգով լցված մարդիկ, այսօր էլ կա պարգևներ, լեզուներ, թարգմանություններ, զանազան հոգիներ, հոգիների զանազանությունը եւ տարբեր բաներ Աստծո խոսքը ասում է, որ դրանք կան եւ գործում են։ Բայց հանկարծ տեսնում ես այդ ամեն ինչի կողքին մարդիկ ձգտում են մի հատ անիրական հոգեվոր կոչված բանի։ Օրինակի համար դրանցից մի քանիսը կասեմ, մարդիկ անձնական շփում եւ հաղորդակցությունը թողնելով լքում են Աստծո ներկայությունը, իրանց համար զգացողությունն է կարևոր, բայց ոչ վերափոխումը։ Շատ լավ պաշտամունք էր, կյանքդ փոխված չէ, նույն մարդն է նորից։ Գիտեք, սիրելիներ, լիքը լավ բան լսելով քո կյանքը եւ իմ կյանքը չի փոխվի։ Մեր կյանքը փոխվում է Աստծո հետ փոխհարաբերության միջոցով։ Օրինակ, այսօր պաշտամունքը հիանալի պաշտամունք, գերազանց, երկեցողությունը, ամեն բան քաղցր, հռչակումը տեղը, խոսքեր կան, երաժշտություն կա, ամեն ինչ շատ լավ բան կա, չէ՞։ Քանիսն երես վերափոխում ապրեցինք այդ ժամանակ։ Զգացինք, որ մենք մեղավոր մարդ ենք։ Երբ որ ես հայտարարեցի իր համար, ես զգացի, որ ես պակասել եմ։ Տեր, ես կարիք ունեմ իսկապես իմ այդ խոսքերը փոխվեն, որ դու այս Աստվածն ես ինձ համար։ Ների, որ շատ անգամ չեմ հավատացել, որ դու այդ Աստվածն ես։ Ես մտածել եմ, որ դու իմ սարքած Աստվածն ես։ Ես երբ որ երկրպագում էի, իմ մեջ զղջումներ էր առաջանում, իմ մեջ փոփոխություն էր առաջանում։ Ես ներսումս կոտրվածություն էի զգում, ներսումս հոգիս բարձրանում էր, սկսում էի երկրպագել ու փառավորել իրան։ Եվ որոշ մարդիկ ընդամենը
1 անգամ, 2, 12 անգամ գալով եկեղեցի մտածում են վերջ։ Առաջի 1000 արել ենք, այդ 1000-ը մեզ հերիք է։ Բայց այդպես չի, սիրելներ։ Ցավոք շատերը մնում են միայն գալու հույսին, միայն ներկա լինելու, բայց կարիք կա, որ մենք գնանք հաջորդ 1000-ը։ Եկեք նայենք երկրորդ 1000-ը ինչի մասին է խոսում մեր սիրելի Եզեկիել եղբայրը։ Երկրորդ 1000-ի մեջ ասում է այսպես, Եզեկիել 47:4, եւ նա չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց ջրերով, ջրերը մինչ ծունկերս էին, եւ չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց, սա արդեն հաջորդ անգամ մինչև ասում եմ մեջքս էին։ Հիմա առաջի այս 4-րդ խոսքը Եզեկիել 47:4 ասում է նա չափեց եւս 1000 եւ ինձ անցկացրեց ջրերով եւ ջրերը մինչև ծնկերս հասան։ Ծնկերը Աստվածաշնչում ծնկերը խորհրդանիշն է երկրպագության։ Երկրպագության։ Գալ Աստծո ներկայության մեջ առաջին 1000-ը ունենալ, սա դեռ ամբողջը չի, որոշ տեղերում մարդիկ գալիս են պարզապես լավ ժամանակ անցկացնելու, բայց չկա երկրպագություն, կա երգեցողություն, կարծում են ահա նա, բրծավ նստանք։ Չկա երկրպագություն։ Գիտեք, որ շատ կարևոր է հասկանալ, որ Աստված մեզ առաջնորդում է աղոթքի եւ երկրպագության։ Դանիել մարգարեության մեջ 6-րդ գլխի 10 համարի մեջ տեսեք ինչ է գրված։ Հրովարտակ եղավ եւ ասցին, որ բոլորը պետքա գան եւ կուրքին երկրպագություն անեն, Դանիելը իմացավ, որ դավ է դրվել եւ իր դեմ կարելի ասել այս միտքը այդ խորհուրդն է եղել։ Եվ ասում է, երբ որ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, եւ օրը 3 անգամ ծունկի վրա էր գալիս եւ աղոթք էր անում եւ գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջել էր այդպես անում։ Ինչքան գեղեցիկ է խոսքը։ Ինչ է կատարվում դուրսը, ինչ հրամաններ է ստորագրվել, ինչ է տեղի ունեցել, ով աղոթի, ով չաղոթի, կար ասել չաղոթես, որոշ քարոզիչներ արդեն սկսել են հավիտենական տանջանքներին չհավատալ։ Ես տեսնում եմ, ես նայում եմ ինչ հավատքի, ինչ փոփոխություններ են տեղի ունենում հոգևոր լուրերը։ Նայում ես քարոզիչները արդեն հետաքրքիր չի իրանց դժոխք, դրախտ, ոչ մի հետաքրքիր չի։ Փրկվել ես, Հիսուսին դավանում ես, վերջացավ, քեֆ արա, ինչ ուզում ես արա, երկինքը քոնն է։ Եվ դրանով խափում են մարդկանց։ Եվ շատ միամիտ մարդիկ, ովքեր երկրորդ 1000-ը չեն գնացել, առաջի 1000-ի վրա հեշտ է ձեզ խափելը։ Երկրորդ 1000-ը անձնական հարաբերության հաստատման 1000-ն է, սիրելներ, երբ որ քո ծնկները ծալվում են, խոնարհվում ես երկրպագելու եւ աղոթք անելու։ Հաճախ եմ ստանում նամակներ, արտակեղբայր խնդրում եմ աղոթեք այսինչ բանի համար, այնինչ բանի համար։ Հասկանում եմ, տարբեր երկրներից մարդիկ գրում են, տարբեր միջոցներով, տարբեր ցանցերով գրում են ինձ։ Խնդրում ենք աղոթեք այսինչի համար։ Ես այդ մարդուց տեղեկություն չունեմ։ Գիտեք, որ օրինակ հիմա եվրոպական քաղաքներում, ստեղ Միացյալ Նահանգներում այդքան շատ չեմ լսել, չեմ էլ հանդիպել, անկեղծ լինեմ։ Միգուցե դուք հանդիպել եք, չգիտեմ, բայց եվրոպական քաղաքներում, օրինակ Իսպանիայում կամ որևէ տեղ, հիմա արդեն գնում ես, էլ մոմ չես վառում, էլ ոչ մի բան չես անում, դու էլ աղոթք չես անում։ Գնում ես, քո բանը, ցենտերը, գցում ես, օրինակ ամ ասենք 17-րդ տեղ, գցեցի 17-րդ մոմը վառվավ։ Հա, էլ ոչ մի բան մի արա, քո մոմը վառել է։ 20 րոպե քո մոմը կվառի, կթողես կգնաս, մոմդ կհանգի, էլեկտրական մոմ է ենել։ Մեկը չի գալի վառի։ Կոպեկը գցում ես, ընդեղից մոմդ վառում է։ Եվ մարդիկ սա վերածել են պաշտամունքի։ Գնացի այսօրն ես լավ, գնացի աղոթեցի, ինչ արել կոպեկա գցել։ Շատ մեծ գործ արել։ Հաճախ մարդիկ կորցնում են ամենակարևոր, ամենայդ միջի այդ համ ու հոտը հարաբերությունը։ Ծնկները հասավ ջրերը։ Երբ որ ջրերը հասնում է քո ծնկներին, նրանք խորհրդանիշ են, նրանք խորհուրդ ունեն, ոտքերը դիր այդ ջրերին հնազանդեցրու, երկրպագությանը եւ աղոթքին հնազանդեցրու քո անձը, սիրելի եղբայրս եւ քույրս։ Հռոմեացիների 14 գլխի 11 համարում ասում է, որովհետև գրված է, ես կենթանի եմ, ասում է Տերը, որ ամեն ծունկ ինձ պիտի ծռվի եւ ամեն լեզու խոստովանի Աստծուն, ամեն ծունկ պիտի ծռվի։ Հայտնության գրքի մեջ տեսնում ենք, որ նորից ծնկեր ծռվեցին, շատ ծնկեր են ծռվել։ Հայտնության գրքի մեջ որոշ մարդկանց ծնկեր ստիպված կծնկեն,
որոշ մարդիկ հոժարակամ կծնկեն։ Եթե մարդիկ սովորացրած չեն իրենց ծնկերին, որ հոժարությամբ, սիրով, երկրպագության համար ծնկի գան, աղոթքի համար ծնկի գան, եթե այդ մարդիկ հոժարաբար չանեն, ստիպված 100% անելու են, որտեղ Աստծո խոսքն ասում է ամեն լեզու պետքա դավանի, որ Հիսուսն Աստծո որդին։ Ամեն։ Ուրեմն որքան կարևոր է մեզ համար սիրելիներ համաձայնվել այդ ջրերի հետ, Աստծո խոսքի հետ, նրա կենթանի խոսքի հետ, Աստված մեզ կանչում է աղոթքի եւ երկրպագության, փոխհարաբերության իր հետ։ Ես չգիտեմ վերջի անգամ երբ է քո ծնկները ծռվել, երբ է ծալվել ինքը Աստծո ներկայության մեջ, երբ ես դու իջել ներքև։ Ես գիտեք տարիներ առաջ, երբ որ նոր էի այսինքն ապաշխարել, այս արդեն 30 ավել տարիներ, երբ որ նոր ապաշխարել էի, ես ամեն անգամ երբ որ Աստծո հետ կապված հարցեր լինում, իջնում էի ծնկի։ Օրինակ, եթե ուզում Սուրբ Գիրք կարդամ, գնում էի ծնկերիս վրա էի գիրքը կարդում։ Երբ որ ես պիտի երկրպագեի, ծնկում էի, երկրպագում էի։ Գիշեր արթնանում էի, միտքս մի բան էր գալի։ Ես հավատում էի, որ իմ գիշերվա արթնանալը ընդհանրապես պատահական չէր։ Զարթնել եմ, ոչ մի կարիք չկա, ոչ մի բան չկա, ուղղակի զգում եմ, որ մարդիկ են մտքիս մեջ գալի։ Ես իջնում էի անկողնուց, կողքը ծնկում էի, աղոթում էի, իմ մտքի միջի համար ասում էի Տիրոջը, որ Տեր, միգուցե կարիք կա այս մարդկանց համար։ Միգուցե այս մարդիկ ինչ որ վտանգի կամ խնդրի մեջ են։ Ասում էի իրան, խաղաղվում էի, պարկում էի, նորից քնում էի։ Եվ ամեն ինչ ծնկի վրա, ծնկի վրա, ծնկի վրա։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր որ խոնարհվել եւ աղոթել եւ երկրպագել չեն սովորում, շատ մեծ բան են կորցնում, շատ մեծ բան։ Եկեք մեզ վարժեցնենք, մեզ սովորացնենք։ Նորից ծնկի գալով Աստծուն աղոթել եւ երկրպագել նրան։ Որտեւ Պողոս առաքյալը հենց այս Փիլիպպեին ուղված նամակի մեջ Հիսուսի անունով ասում է պետքա ծնկի գան, երկնքի մեջ եղողներն էլ երկրի բոլոր տեղերը պետք է ծնկի գան։ Եկեք կարդանք եւ Փիլիպեցիներին ուղված նամակի մեջ 2-րդ գլուխ 10-11 համարն ասում է, որ Հիսուսի անունով կրկնվի անմեն ծունկ երկնավորների եւ երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանի թե Հիսուսն է Քրիստոսը եւ նա Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Համաձայն ես։ Քո ծնկները հոժարությամբ եւ ուզելով են ծնկի գալիս, ծռվում Տիրոջ առաջ եւ քո լեզուն խոսում է հենց դա։ Հին կտակարանում եւ նոր կտակարանում մենք տեսել ենք շատ մարդկանց, ովքեր որ կռապաշտություն են արել եւ իրանց ծնկները դրել են կուրքերի առաջ, բայց երբևիցե այդ մարդիկ չեն կարող ասել, որ հավիտենական կյանք ունեն։ Չեն կարող ասել, որ Քրիստոս իրանց Տերն է, բայց մենք խոնարհվելով կարող ենք ասել նրան։ Ամեն։ Եկեք գնանք 3-րդ հազարը։ Ուրեմն եթե առաջին հազարը Աստծո ներկայության մեջ գալն էր, ուղղակի ֆիզիկապես ներկա լինել, երկրորդ հազարը նրա հետ հարաբերություն ստեղծելն է աղոթքի եւ երկրպագության համար։ Եկեք գնանք 3-րդ հազարը եւ տեսնենք ինչ է գրված Աստծո խոսքի մեջ Եզեկիելի տեսիլքում։ 5-րդ համարը Եվ չափեց 1000 էլ եւ ինձ անց կացրեց ջրերից եւ ջրերը մինչեւ մեջքս գոտկատեղս հասան։ Հասավ մինչև գոտկատեղը։ Աստծո խոսքը մեզ հետաքրքիր նյութեր է տալիս մեջքի մասին։ Գիտեք, որ մեզ պահողը իրականում մեր ողնաշարն է, մեր ոտքերը չեն։ Ոտքերը հենումն է, հենման կետն է, բայց մեզ պահողը ողնաշարն է։ Եվ այդ ողնաշարի ամենակարևոր մասը, երբ որ մենք տեսնում ենք, մեզ հավասարակշռություն տվող, իհարկե վերևում ամեն բան ճիշտ է, կա ողերը ճիշտ է, բայց նրա միացման տեղն է, որտեղ որ քո գոտկատեղն է։ Գիտեք, որ Աստծո խոսքը մեզ հետաքրքիր խոսքեր է ասում, ես ուզում եմ մի քանիսը դրանցից կարդամ ձեզ համար։ Եփեսացիների 6-րդ գլխի մեջ 14 համար ասում է. ուրեմն հաստատ կանգնեք, ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված եւ արդարության զրահը հագած։ Հաստատ կանգնել։ Կարևոր է քրիստոնյայի կյանքի մեջ հաստատ կանգնելը։ Ճոճվող մարդ, որ օրինակի համար ասենք խմած է, չէ՞, տեսել եք։
Չի կարում կանգնի։ Ինչի, որովհետև ամեն բան իր վերևն ու ներքևը չի համապատասխանում իրար։ Գլուխը ֆռում է, որովհետև չի կարողանում կենտրոնանա։ Ոտքերն ուզում են քայլեն, գլուխը հլը չի որոշել։ Եվ շատ ենք տեսնում այդպիսի բան, որ մարդիկ անհամաձայնության մեջ են։ Իրանց որոշումների, իրանց կյանքի մեջ։ Աստծո խոսքը մեզ ասում է Պողոս առաքյալ Եփեսացիների թղթին, ասում է այսպես. ուրեմն հաստատ կանգնեք։ Որն է հաստատ կանգնելու երաշխիքը, գրավականը, ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորեք արդարության զրահը հագած։ Ինչպես կարող ես քո մեջքը ամրացնել։ Գիտեք, օրինակ, ամենակարևոր բանը, որ մենք կարող ենք հոգևոր կյանքի մեջ հասկանալ, սա հաստատ մարդ լինելն է։ Մեկը կանգնի ասի, որ Աստված չկա, կասես քո համար կարող է չկա, բայց ինձ համար հաստատ կա։ Հիսուսը չի ճշմարտությունը միակ, Հիսուսը ճշմարտություններից մեկն է, ոչ, քո համար կարող է 50 ճշմարտություն կա, ինձ համար այդ մեկը կա։ Ամեն։ Հաստատ կանգնի քո հավատքի մեջ։ Հաջորդ մասը, որ ասում է երրորդը գնացի, ասում է ջրերը հասան մինչև իմ գոտկատեղը։ Դու կարող ես ունենալ սկզբունքներ, այսինքն դու կարող ես սովորել Քրիստոսի մասին եղած ուսմունքներ, տարբեր բաներ կարող ես իմանալ Աստծո հետ որոշակի հաղորդակցություն ունենաս, աղոթքը սկսես կամ փառաբանություն անես Աստծո ներկայության մեջ, բայց քեզ կարևոր է, որ դու հաստատ մարդ լինես։ Հարց եմ ուզում տամ, պատասխան չեմ ակնկալում ձեզանից։ Ձեզ հեշտ է խաբելը, թե չէ։ Հեշտ է ձեզ հավատքից հեռացնելը, թե չէ։ Օրինակ, եթե մեկը հայտնվի եւ ասի, գիտես ինչ, այտենց չի ես նկատի չունի, այն նկատի ունի։ Մեկ էլ տեսպես հաջորդ քայլից արդեն ինչ եղավ, մեջքը ծրվավ, չէ՞։ Կամաց մեկ էլ զգում ես, որ արդեն էլ չի կարում իրան պահի։ Որտեվ հեշտ տարուբերվում են ուսուցումների մեջ։ Տիմոթեոսին, Տիտոսին, տարբեր առաքելական թղթերի մեջ Պողոս առաքյալը գրում էր. զգուշ եղեք, ես վախենում եմ ձեր համար։ Որովհետև ոմանք հայտնվում են, որ տարատեսակ ուսմունքներ են բերում եւ ձեզ ձեր հավատքից հեռացնում են եւ ասում է դրանց մեջ ընկնում են տկարամիտները։ Մարդիկ են գալիս, որ վերցնում են Աստծո խոսքը, նենց բաներ են խոսում, նայում ասում ես, այ մարդ ո՞նց հնարավոր է։ Ուրեմն Հիսուսը հեչ, Հիսուսի խաչը ոչ մի բան։ Ո՞նց կարելի է կարդալ եւ այդպես հասկանալ։ Այո, ցավոք, շատերը կարդում եւ ուրիշ բան են տեսնում դրանց մեջ։ Շատ կարևոր մի խոսք կա, սիրելիներ, այստեղ։ Ասում է ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորված։ Որն է այդ ճշմարտությունը։ Եկեք նայենք, սիրելիներ, Հովհաննես 14:6 եւ Հիսուս նրանց ասեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի կարող գալ հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Ճշմարտությունը սա է, եթե ունես Հիսուսին քո կյանքի մեջ, եթե ճանաչում ես նրան, եթե դու նրան հետ ոչ միայն դու ես իրան ճանաչում, այլ ինքն է քեզ ճանաչում։ Աստծո խոսքն ասում է, դու ունես հավիտենական կյանք, դու կարող ես իմ միջոցով գնալ երկինք, եթե ոչ, ուրիշ ճանապարհ լինել չի կարող։ Սա է ճշմարտությունը։ Հիսուսն ասում է, ես եմ ճշմարտությունը։ Ուրեմն մեզ համար կարևոր է հասկանալ այս երրորդ 1000 կանգունը մեզ բերում է անձնական համոզումների։ Ես գիտեմ։ Մի մարդ կար Պարսկաստանում 94 թվականին, 93-4 թվականին Դիբաջ անունով պարսիկ էր։ Քրիստոսի համար իրան բանտ էին դրել։ Եվ այնպես ստացվեց, որ շատ մեծ աղմուկ դուրս եկավ, շատ մեծ աղմուկ։ Հայք եղբայրը Հայկ Հովսեփյան, ինքը, քանի որ այդ եղբորը ուզեց ազատի, մեծ թղթեր, նամակներ, աչուձախ, ամբողջ աշխարհով մեկ տարածեց, այս ֆիլմը իրականում կա, ես իր ընտանիքի հետ անձնապես շատ մտերիմ եմ, եւ գիտեք ինչ էր, Հայկ եղբայրը առիթ եղավ, որ այդ եղբորը բանտից հանեցին իրան դուրս։ Եվ մի քանի ժամանակ անց Հայկ եղբորը գտան մահացած։ 23, կարծեմ 23 թե 20 քանի տեղից իր մարմինը ծակած, անտառում գտան եւ սրտի մեջ այդպես մեծ լոմով, երկաթով այդպես ծակել են, մի խոսքով տարել էին, թաղել էին, վերջը հետո գնացին իբր գտան, հանեցին, բերեցին, իբր չեն իմացել ով է, ինչա, բայց դե հասկանալի է, ինքը զոհ դարձավ դրա։ Եվ Դիբաջը, երբ որ աղոթում էր, արդեն Հայկ եղբոր մահվանից հետո իր հետարողությունից հետո
ինքը խոսում էր, գիտեք Հայկի մասին ինչ ձև էր խոսում, Հայկ եղբոր, որ Քրիստոսակերպ վարվեց ինքը։ Ասում էր, ստեղ ոչ մեկ չի հասկանա Հայկը ինչ արե, այդտեղ ես կհասկանամ, թե ինքը ինչ արե։ Ես կհասկանամ։ Որովհետև իրան բանտում գիտեք ինչ են արել, եկել ասել են լսի, արի կլնի Հիսուսին ուրացի, դուրս արի, Հիսուսին ուրացի, մենակ ասա, որ Հիսուսը Աստված չի, վերջացավ, Մուհամեդն է, դուրս արի գնա քո տուն։ Գիտեք ինչ էր ասել, այդ իրան եկել են, որ իբր միտքը փոխեն, ասել են, շատ բան չէ էլի, մենակ, իմացի օրինակ, ենթադրենք, այսօր գիշեր Հիսուսը գալիս է, քո բանա սենյակա մտնում, այդ բանտախուցը, եւ քեզ ասում է դիբաջ, այդքան որ իմացել ես իմ մասին, որ ես եմ, ես չեմ։ Ես չեմ ճշմարտությունը, ես խաբել եմ քեզ, Մուհամեդն է ճիշտ։ Ինչ կանես։ Ասում է կծնկեմ, կաղաչեմ, կխնդրեմ իրան, կասեմ, եթե անգամ դու ինձ խաբել ես, եթե անգամ Մուհամեդն է ճիշտ, ինձ քո գրկից ուրիշի գիրկը մի տուր։ Պատկերացնեք, մարդ ինչքան համոզում ունի, ինչքան համոզված, որ իր իմացած ճշմարտությունը իրական անխախտ ճշմարտությունը։ Հարցս ինձ ու քեզ, դու գիտես, որ քո ճանաչած, քո պաշտած Հիսուսը միակ ճշմարտությունն է։ Ամեն եւ ամեն։ Դու գիտես, որ ինքը քոնն է, եւ իրանից բացի ուրիշ ոչ մեկը չկա։ Հովհաննես 8-րդ գլխի մեջ 32 համարի մեջ Հիսուսն ասեց, որ կիմանաք ճշմարտությունը կամ կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի ձեզ։ Գիտեք մի պատմություն կա, որ գրված է Երեմիա մարգարեության մեջ 13-րդ գլխի մեջ 1-ից 11 համարներն այս ամբողջը ձեզ չեմ կարդալու, բայց այդտեղ մի բան է ասում։ Ասում է Տերը ինձ ասեց գնա քո համար մի քթանից գոտի վերցրու, գնի իրան, ասում է փող տուր իրան առ եւ կապի քո մեջքին։ Եվ ասում է հանկարծ ջրի մեջ չմտնես։ Կապի ու տենց մանարի։ Եվ ասում է ես գնացի Տիրոջ խոսքի համաձայն գոտին գտա, առա, ասում է մեջքս կապեցի, եւ ասում է նոր Տերը եկավ երկրորդ անգամ, եւ ասում է ինձ ասեց. հիմա այդ քո գոտին, որ մեջ գտա, վեր կաց եւ գնա մտի Եփրատ գետի մեջ։ Այսինքն գնա թրջի այդ ջուրը, բանի մեջ, քո գոտին։ Եվ ասում է ես գնացի, վեր կացա գնացի Եփրատ գետի մոտ, ինչպես որ Տերը պատվիրել էր, եւ ասում է շատ ժամանակ անցնելուց հետո ասում եմ ջրի մեջ էի, Տերը ինձ ասեց. վեր կաց Եփրատ գետից եւ ասում եմ վեր կաց գնա եւ այդ գոտիդ, որ քո վրա կապած էր, հանի քո վրայից եւ տար ժայռերից մեկի մեջ արանքը պահի էդի։ Ասում եմ տարա եւ այդ գոտին պահեցի, ասում եմ ժայռերից մեկի մեջ։ Եվ ինչ ասում։ Ասում եմ Տիրոջ խոսքը ինձ եղավ այդպես։ Որ ժամանակ հետո ասում ասես գնա եւ վերցրու այդ գոտին, գնացի վերցեցի, տեսա փտելա։ Ասում եւ Տերը ասեց, որ այսպես ես պետք է փչացնեմ այն ժողովրդին, իր ժողովրդի մասին է խոսում, որոնք որ ինձ թողեցին, ճշմարտությունը թողեցին եւ գնացին օտար Աստված պաշտելու։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այն որ դու գիտես, այն ճշմարտությունը, որին դու սրտանց հավատում ես, դարձրու քեզ համար հենասյուն, դարձրու քեզ համար անխախտ, թող դա երբեք չփոխվի, ինչքան ուզում է սատանան քո կյանքի վրա աշխատի, փորձի քեզ համոզել հակառակը, երբեք չհանձնվես, որտեվ եթե նրան հաջողվեց հարցական կախել քո հավատքի վրա, քեզ հեշտությամբ հետա տանելու, եւ վերջը ավելի գեշ է լինելու։ Եբրայեցիների 6-րդ գլխի առաջի համարի մեջ տեսեք ինչ է ասում, ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքերը թողելով դեպի կատարյալը գանք առանց հիմք դնելու կրկին մեռած գործերից ապաշխարության եւ Աստծուն հավատալու համար։ Ինչ որ իմացել ենք հավատքի եւ Աստծուն հավատալու համար, սկզբնական բաներից հետո եւս առաջ պիտի գնանք։ Սիրելի եղբայրս, քույրս, ամեն անգամվա այդ մարդը, որ չափում էր 1000, դրանք մեզ մղում է, որպեսզի մենք գնանք։ Հիշում եք, ես ասացի, մարդը չափում էր, Եզեկիելը գնում էր։ Եվ Եզեկիելը մարդով չէր չափում, իրանով էր չափում։ Ինքը չէր ասում, այդ մարդը գնաց, սենց եղավ իր հետ։ Ինքը չափում էր եւ ինքը զգում էր, որ պիտի գնա։
Եվ ինքը մտնում էր Աստծո ջրերի մեջ, եւ ինքը անձնական փորձառությամբ էր կարողանում տեսնել այդ ճշմարտությունը, ինքն էր իր մաշկի վրա զգում, թե իր ջրերը իրան ինչ են տալիս, ինչ իրավիճակ են իր համար բացահայտում։ Օվսիայի մարգարեության մեջ 6:3 ասում է. «Եվ կճանաչեք եւ ել կհետևեք ճանաչելու Տիրոջը, արշալույսի պես պատրաստ է նրա ելքը եւ նա պիտի գա մեզ համար անձրևի պես, վերջին անձրևի պես, որ ոռոգում է երկիրը»։ Կճանաչեք հետևելը, հալելույա։ Ճանաչել հետևելը։ Հեճեղել է, որ դուք ինչ-որ մեկի հետևից գնաք։ Օրինակ, այն վարորդները, ովքեր որ գիտեն իրանց հետևից եկող կա, իրանք ունեն իրանց բաժինը զգուշությամբ գնալու։ Օրինակի համար եղել է ճանապարհներ, որ մենք գնացել ենք, հետևիցս ինչ-որ մեկը եկել է, թիմով ենք, վերջապես տենց իրար հետ գնացել ենք։ Ես երբ որ հեռվից նկատել եմ, որ ես կարող եմ անցնել կանաչ լույսը, բայց տեսնում եմ, որ եթե ես անցնեմ, ինքը կմնա։ Ես կամացածրել եմ եւ մինչեւ որ ես փորձել եմ հասնեմ, արդեն ինքը թեքել է դեղին եւ հետո կարմիր։ Եթե ես անցնեի, մենք իրար կկորցնեինք։ Իսկ ինձ հետևողը պետք է աշխատի այնպես անի, որ մեջտեղը ուրիշ ավտո չմտնի։ Հենց մտնում է տեսադաշտը փոխվում արդեն, ման ես գալի արդեն, չէ, այմ արդեն ինչ եղա, մանավանդ եթե մի քիչ էլ մեծ մեքենա է եւ սև ապակիներով, էլ կորցնում ես։ Արդեն երկրորդ փողոցից արդեն շփոթության մեջ ես, հա, տենում եք իրան, հա, չէ, ոնց որ չէ, կարողա թեքվա վաճ։ Հիսուսը ինքը շատ լավ է հասկանում ինչա նշանակում առաջնորդ լինել եւ մեզ սովորացնում է լինել լավ հետևորդ։ Ամեն։ Ուրեմն այնպես անենք, որ մեր եւ Հիսուսի մեջտեղը ոչ մի բան չմտնի։ Ասում է, որ դուք կճանաչեք եւ ելի կհետևեք ճանաչելու Տիրոջը։ Սովորենք հետևել մեր ճանաչողությանը։ Երեկվա իմացածդ Հիսուսը, այսօրվա իմանալուդ Հիսուսից ինչ որ բանով ավելին է։ Եվ պետք է այդպես լինի։ Ամեն։ Որովհետև մենք Աստծուն ամբողջը չգիտենք, նրա ամբողջ ով լինելը չենք հասկանում։ Բայց ամեն անգամ նրա հետ հաղորդակցությունը մեզ բերում է նոր ճանաչողության։ Եվ եկեք նայենք վերջի 4-րդ հազարը։ Առաջին հազարը որն էր։ Ջուրը մինչև կրունկներն է։ Գալիս ենք Աստծո ներկայության մեջ, Աստծո տուն ենք գալի։ Երկրորդ հազարը որն էր։ Երկրպագել եւ աղոթք անել, մեր աղոթքի կյանքը եւ երկրպագության կյանքը ավելի առաջ տանել։ Երրորդը որն էր։ Գոտկատեղ ջրերը։ Եվ չորրորդը ինչ է ասում։ Եկեք նայենք ինչ ասում։ Եզեկիել 47:5։ Եվ չափեց 1000 էլ մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը հորդել էին, լողալու ջրեր էին։ Մի այնպիսի գետ, որ չէր կարելի անցկենալ։ Երբ որ դու գնում եք ծով, կամ ինչ-որ մի գետ, կամ մի տեղ լիճ, որ գնում եք, օրինակ պիտի մտել եք լողալու, դուք գնում եք սկզբից ջրերը բարձրանում են, չէ, հետո գնում եք, մեկ էլ զգում եք, որ ոչ թե մենակ ջրերն է բարձրանում, արդեն դուք ոտի թաթերի վրա եք, չէ, արդեն թաթերի վրա եք, զգում եք, որ մի քիչ էլ առաջ գնաք, էլ վեր, վայն ենա հանկարծ մի հատ ալիք տարավ, արդեն վերջացավ, էլ չես կարում գտնես, գնացել ես արդեն, ասում է, արդեն էլ չէի կարող ես բանը կանգնել, քայլել, չէի կարող, արդեն ջրերը լողալու ջրեր են, ինչ է սա իրանից ներկայացնում, սա եվս 1000 կանգուններ, եվս 4-րդ 1000 կանգունը, սա արդեն կատարյալ ընծայումն է, վստահել Տիրոջը ամբողջապես, սրանք լողալու ջրեր են, այլևս սովորական չէր, դու չէր կարող ինքդ որոշել, հիմա կանգնում ես, հետ ես գնում, աջ, ձախ, դու չես որոշում, արդեն նա է որոշում, նրա քամին եւ նրա ալիքներն են որոշում, գիտեք հոգեվոր կյանքի մեջ կա այսպիսի կարևոր մի բան, երբ որ վստահում ենք Աստծուն, սա կարող է ընդհանրապես հասկանալի չլինի, օրինակ ասեմ, մարդիկ եկել են ասում են, եկել ենք, որ մեր բժշկության համար աղոթեք, ես եթե նայում եմ օրինակ ասենք այն վիճակը, որի մեջ ինքը կա, ես ասում եմ, այստեղ մարդկային միջամտությունը բացարձակ անզոր է, աղոթում ես, Աստված հրաշք է անում, հիմա եկել են հարցում են, ոնց եղավ այդ, ես ինչ իմանամ ոնց եղավ, չեմ հասկանում, դա իմ խելքից վեր է, իմ մեկնաբանությունից վեր է, կամ ինչ-որ փորձություն է, կամ ինչ-որ մի բան անցել է այս մարդը, ասում է, ոնց եղավ, որ տենց եղավ, ես չգիտեմ, ես պարզապես հավատացի, որ նա կարող է անի, ամեն,
Ուրեմն սա 4-րդն էր, սիրելներ, որ սա կատարյալ ընծայումը։ Ապագան ինձ ու քեզ համար անհայտ է։ Մենք չգիտենք ապագան ինչ է լինում, բայց մենք կարիք ունենք վստահենք Տիրոջը։ Վստահենք Աստծուն, չդադարենք վստահելուց։ Գիտեք, միգուցե հասել այն վերջի մասը, որ արդեն դուռդ բացվում է, ու պատկերացրու, եթե հիասթափություն ապրես ու հետ գնաս։ Կորցնում ես ամբողջ քո ջանքը, քո առածը, ինչ որ դու արել ես մինչ օրս։ Ուրեմն երբեք չգիտես որն է լինելու այդ վերջին կանգառը, որ դրանից հետո քո լուսաբացն է լինելու։ Ուրեմն հաստատ մնանք եւ շարժվենք առաջ, վստահենք Տիրոջը։ Մենք չգիտենք մեր հաջորդ վայրկյանը, մենք չգիտենք մեր հաջորդ ակնթարթը, բայց Տերը տեսնում է մեր ամբողջ ապագան։ Աստված տեսնում է քո ապագան։ Նա գիտի ինչա քեզ հետ կատարվելու։ Մի տկարացի, մի թուլացիր, մի հանձնվիր, զենքերդ մի դիր, հետ մի դառի, երբ որ գոտկատեղդ ես հասել, ափսոս է այն ինչ որ դու արել ես, հետ մի գնա նորից ցամաք, մտիր եւ վստահիր Աստծուն։ Տեր, ես ստեղ կմնամ եւ կգնամ առաջ, մինչեւ որ քո ջրերը ամբողջապես ինձ կվերցնեն։ Եվ Եզեկիելը ճիշտ այդ պարագայի մեջ էր, այդ իրավիճակի մեջ էր։ Ես ենտեղն է, սիրելներ, որ ամեն բան հանձնված է իրան։ Երեխիդ հարցնա, հանձնիր Տիրոջը։ Ֆինանսներիդ հարցնա, հանձնիր Տիրոջը։ Առողջության հարցա, բժշկության հարցնա, հանձնիր Տիրոջը։ Ինչի մեջ որ կաս, ապավինիր Տիրոջը, տուր իրան։ Երբեք չգիտես, թե Աստված այդ քո ունեցած այդ ցեղից ինչ պատվական անոթ կարա սարքի քեզ համար։ Ամեն։ Եսայի մարգարեություն 50-րդ գլխի մեջ 10 համար այսպես է ասում. Ով կա ձեզանում Տիրոջից վախեցող, նրա ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարի մեջ եւ ճառագայթ չունի, որոշտեղ ասում են լույսը չունի, թող նա ապավինի Տիրոջ անվանը եւ իրեն գցի իր Աստծո վրա։ Հալելույա։ Քեզ հանձնիր Աստծուն։ Տեր, ես քոնն եմ։ Ես չեմ գայթակղվում, հետ չեմ դառնում։ Գիտեք, մի կին կար, որ իր ամուսնուն սպանեցին, ով գալիս էր ուզում էր ընենց մխիթարեր, որ հանկարծ Տիրոջը չուրանաս, հանկարծ չտկարանաս։ Ով գալիս էր իր մոտ, մխիթարված հետ էր գնում։ Ապշում էին, ասում են, մենք գնացել ենք կորուստ ունեցողի մոտ խոսենք, ոնց որ կորուստը մենք ունեցած լինեինք։ Մենք անհույս ենք, ինքը հույսով լիքներ։ Մենք տկար էինք իր մոտ խոսում, ինքը մեզնից զորավոր էր խոսում։ Ասում է, ով է ձեզանից Տիրոջից վախեցող եւ իր ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարի մեջ եւ լույս չունի, թող նա ապավինի Տիրոջը եւ իր անվանը եւ իրեն գցի իր Աստծո վրա։ Քեզ հենիր Աստծո վրա, թող նրա ջրերը քեզ տանեն, թող Աստծո ջրերը քեզ առաջնորդեն։ Ինչ ալիք որ բարձրանա, հիշիր, նա քեզ ալիքների վրա է պահելու, կապ չունի ինչա լինելու, բայց նա քեզ պահելու է ալիքների վրա։ Եթե մեր պատմությունը լավ պատմություն լինի, լավ կարող է լինի, բայց ճիշտ չլինի, եթե Քրիստոսինը չենք։ Բայց երբ որ Քրիստոսին ենք, մենք նրանն ենք։ Ամեն։ Ուրեմն Տերը թող օգնի մեզ եւ օրհնի մեզ, սիրելիներ, որ կարողանանք մեր հոգեվոր եւ հավատքի կյանքը այսպիսի գեղեցիկ ճամփորդությամբ անցնենք։ Ուրեմն եկեք նորից անցնենք եւ պիտի խնդրեմ, որ աղոթենք եւ միասին պիտի Տիրոջ ներկայության մեջ մեր սրտերը պատրաստենք։ Ուրեմն առաջին 1000-ը, երբ որ չափեց այդ մարդը, ջրերը հասան մինչև ոտքերը։ Ես ուզում եմ քեզ քաջալերեմ։ Մի չանարգես երբեք Աստծո տուն գալը։ Դա քո առաջի քայլն է։ Երբ որ կգաս Աստծո սրբության նրա ներկայության մեջ, հիշիր, որ Աստված այստեղ հանդիպում է քեզ։ Այստեղ սուրբերի ժողովն է, այստեղ Աստծո սրբության տեղն է։ Երկրորդ 1000-ը, երբ որ դու կանցնես, դրանք կլինեն քո երկրպագության եւ քո աղոթքիդ համար։ Դրանք կլինեն քո հոգեվոր անձի ձևավորման ամենակարևոր փուլը, որտեղ առանց Աստծո ներկայության, առանց աղոթքի եւ երկրպագության չկա պաշտամունք։ Երրորդը քո գոտկատեղը, անձնական հարաբերություն եւ վճռական որոշումներ Քրիստոսի մասին։ Եվ դու կճանաչես նրան, նրա ճշմարտությունը քեզ զորություն կլինի անցնելու քո հավատքի կյանքը։ Եվ չորրորդը, երբ որ ջրերը արդեն քեզ կբարձրացնեն, դու արդեն կատարյալ վստահություն կունենաս Տիրոջ վրա։
Եվ ես համոզված եմ, որ երբ որ դու վստահում ես Տիրոջը, Աստծո խոսքն ասում է, նա ով իր հույսը դնում է Տիրոջ վրա, ամոթով պիտի չմնա։ Ամեն։ Ուրեմն ինչքան կարևոր բաներ կա մեր կյանքի մեջ, սիրելներ։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգին մեզ դեռևս շատ բաներ պիտի սովորեցնի։ Ես չգիտեմ դու որ հազարի վրա ես հիմա, բայց որտեղ էլ կաս, դեպի առաջ գնա։ Հետ մի գնա, նահանջ մի ապրի։ Գնա առաջ։ Շարժվիր առաջ, որտեղ Աստված քեզ ընդեղ չի սպասում, ընդեղ է սպասում։ Նա նահանջի Աստվածը չի, նա առաջ եւ հաղթելու Աստվածն է։ Եկեք խոնարհենք մեր գլուխները նրա ներկայության մեջ։ Եթե դու գիտես արդեն որ հազարի վրա ես կանգնած, որտեղ ես սկսել երերալ, որտեղից ես սկսել նահանջ ապրել, հետ դարձիր շատ արագ եւ կանգնիր քո տեղը հաստատուն եւ Տիրոջ հասատեր, ես եկել եմ քո սրբության մեջ, որպեսզի քեզ հետ գնամ հաջորդ հազարը։ Ես եկել եմ որպեսզի եւս նոր փուլ անցնեմ, նոր ճամփորդություն անցնեմ քեզ հետ։ Ճանաչողության, վստահության։ Սիրելի Տեր, շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն քեզ, որ քո խոսքը մեզ կյանք է տալիս, հույս է տալիս, Տեր։ Շնորհակալ ենք այս հիանալի, այս սիրելի մթնոլորտի, այս միջավայրի համար քո տան մեջ, որի թագավորը եւ ներկան դու ես։ Շնորհակալ ենք քեզ, Սուրբ Հոգի, որ քո խոսքը մեր մեջ բերում ես հայտնությամբ, որպեսզի մեզ ուժ տաս անցնելու եւս հազար կանգուն։ Շնորհակալություն քեզ։ Աղոթում եմ, որ դու մեզ մաքրես քո սուրբ արյունով, Տեր։ Մենք ուր որ գնալու ենք, շատ անգամ մեր ճանապարհը չգիտենք։ Բայց աղոթում ենք, որ մեզ սովորեցնես սիրել քեզ եւ անցնել այդ ճանապարհը քեզ հետ։ Շնորհակալություն քեզ։ Աղոթում եմ սիրելի եղբայրերիս եւ քույրերիս համար։ Աղոթում եմ, Տեր, որ մեզ բոլորիս քո Սուրբ Հոգիով լցնես, որ մենք համաձայնվենք հաջորդ քայլին։ Որ ոչ թե տկարությունը մեր մեջ բարձրանա, Տեր, ոչ թե հավատքի հարվածողը շահի, այլ քաջալերողը շահի եւ մեր առաջընթացը գրանցվի, Տեր, որպես օրհնություն մեզ համար, Տեր։ Շնորհակալ ենք քեզ, Հիսուս։ Շնորհակալ ենք քեզ։ Անկամ երբ որ քահանաները սիրելներ պետքա Տիրոջ տաճարի մեջ քայլեին, ծառայեին, գիտեք, որ որոշ քահանաներ կան, որ պիտի շատ ավելի խորը գնային Աստծո սրբարան, սրբության սրբոց պիտի քահանապետ մտներ։ Ամեն մեկը ուներ մի սահման, մի չափ, որտեղ պիտի գնար։ Այսօր դու էլ ունես սահման, որ Աստված գծել է քո համար։ Եվ այդ սահմանը քո համար դրված է։ Պողոս առաքյալն ասում էր, այն որ արժանի է, որ մտածենք, դա մտածենք։ Այն որ չափված է մեր համար, դա մտածենք։ Այն ինչ որ արժանահավատ, այսինքն ընդունելության արժանի է, հավատալու արժանի է, դա մտածենք։ Դրանից ավելը մեզ փորձության կարող է տանի։ Եթե Աստված հայտնությամբ, մարգարեությամբ, Սուրբ Հոգու զորությամբ, եթե չի բացում քեզ որևէ բան, պետք չի թռնել եւ մեկնաբանել եւ անցնել առաջ։ Որտեւ մի օր այդ խոսքը քեզ կգայթակղի։ Տեր, խնդրում ենք քո արյունով լվա մեզ։ Սրբիր մեզ, Տեր, քո արյունով։ Եկեք կանգնենք նրա ներկայության մեջ եւ այս գեղեցիկ երգը միասին երգենք, անցկացրու ինձ գավիթով սրբության փառքիդ խորանը։ Ես ուզում եմ տեսնել քո երեսը, Տեր։ Ես փնտրում եմ քեզ ամբողջ հոգով։ Շնորհակալ ենք քեզ, Հիսուս։
բարձրացրու ինձ գավիթով սրբության փառքիդ խորանը ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո ես փնտրում եմ քեզ ամբողջ հոգով բարձրացրու ինձ շնորհիր կանգնել գահիդ առջև օրհներգությամբ արդարություն դեմ ես ուզում իմ Տեր սրբաբույր ներկայությունը տար ինձ Տեր խորանից սրբության մեջ գառնուկի արյունով անցկացրու տար ինձ Տեր խորանի սրբության մեջ վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբի տար ինձ Տեր խորանի սրբության մեջ գառնուկի արյունով անցկացրու տար ինձ Տեր խորանի սրբության մեջ վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբիր վերցրու որպես զոհ շուրթերն իմ սրբիր թող մեր երկրպագություն ու պաշտամունքը հաճելի զոհի պես լինի քո առաջ երբ որ կբարձրացնենք քո անունը թող այն հռչակվի երկնքի մեջ թող մեր սրտերը լցվեն երկյուղով թող լցվի մեր սրտերը սիրով հանդեպ քեզ երբ կկանչենք քեզ Տեր շնորհակալություն քեզ աղոթում ենք որ այս հիանալի խոսքերը մեզ առաջնորդեն գնալու դեպ առաջ հասնելու այն մեծ նպատակին որ դու ունես մեզ համար թող փառավորվի անունդ մեր կյանքի մեջ մեր հավատքի պայքարների մեջ ով Տեր թող որ մեր սրտի խորհուրդները ընդունելի լինեն քեզ հաճելի լինեն քեզ որովհետև դու ես մեր Տեր ու Աստվածը, դու ես արարիչը ամեն բանի, և մեր սրտի փառաբանությունն է պատկանում քեզ միայն, թող լինի քեզ պաշտամունք, քո անվանդ մեծարանք, փառք և պատիվ Հայր, մեր սիրելի Փրկչի, Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամեն և ամեն, ամեն, օրհնյալ լինի Տերը և մենք Տիրոջմով, ամեն Աստված օրհնի ձեզ սիրելիներս գնանք խաղաղությամբ թող Հայր Աստծո սերը Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի բոլորիս հետ ամեն հալելույա